Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողների եւ դիտողներ, դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասյանն եմ, մենք սկսում ենք խաղի կանոներ հաղորդաշարը, որ իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը Աստղիկ Բաղրամյան հանձնաժողովի նախագահի օգնական, բարև ձեզ, եւ Սոսե Ստեփանյան հանձնաժողովի անդամի օգնական, բարև ձեզ։ Այսօր կխոսենք կառուցապատման ոլորտի մասին, քանի որ վերջերս Երևանում առավելապես կառուցապատողները սկսել են շատ ակտիվ գործունեություն ծավալել եւ շատ հաճախ սպառողները այս ոլորտում բախվում են տարբեր խնդիրների, որ կապված է իրենց իրավունքների եւ այլնի հետ։ Առհասարակ այս ոլորտը հանձնաժողովի վերահսկողության տակ է, եթե այո, ինչ գործողություններ եք իրականացրել, մի փոքր խոսենք արդեն ավելի բաց։ Ճիշտ նկատեցիք, վերջին տարիներին դե բոլորս էլ տեսնում ենք, որ կառուցապատման ոլորտը կտրուկ աճ է գրանցել եւ շատ արագ զարգանում է, ու սա նաեւ պետության կողմից ներդրված խթանների, ինսենթիվների արդյունքն է, եւ բնական է, որ այս զարգացումը չէր կարող լինել առանց խնդիրների։ Եվ այս խնդիրները նաև սպառողների շահերի իրավունքների պաշտպանության ոլորտում է։ Դե գիտեք, որ նախորդ տարվանից մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ստանձնել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կենտրոնական եւ կոնտակտային մարմնի դերը, եւ բնական է, որ նաև կառուցապատման ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունը չպետք է մնար ստվերում, եւ հանձնաժողովը իր միևնույն վերահսկողական եւ պատժիչ գործառույթները, նաև կանխարգելիչ գործառույթները իրականացնում է նաև կառուցապատման ոլորտում։ Մասնավորապես, քանի որ շատ ենք խոսել մեր լիազորություններից, կառանձնացնեմ մի քանիսը, որոնք կարևորում ենք կառուցապատման ոլորտի առնչությամբ հատկապես։ Մասնավորապես, առաջինը ոլորտային ուսումնասիրությունները։ Հանձնաժողովը տարվա ընթացքում իրականացնում է մոտ 5 ոլորտային ուսումնասիրություններ եւ ուրախությամբ հայտնեմ, որ արդեն իսկ իրականացվել է կառուցապատման ոլորտի ուսումնասիրություն, որը իրենից ենթադրում է ոլորտի մանրակրկիտ ուսումնասիրություն, որը վերաբերում է մրցակցային բոլոր ռիսկերին, վերաբերում է սպառողների իրավունքների ոլորտում առկա ռիսկերին եւ թե ինչպես կարելի է չեզոքացնել, վերացնել այդ ռիսկերը։ Եվ իրականում այս ոլորտային ուսումնասիրությունը առանձնահատուկ է այն առումով, որ մինչ այս հանձնաժողովը հիմնականում ոլորտները ուսումնասիրում էր մրցակցային իրավունքի դիտանկյունից, իսկ հիմա մեր հիմնական թիրախը եղել է սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Այս ոլորտային ուսումնասիրության շրջանակում շատ կարևոր եմ համարում նշել, որ մենք ունեցել ենք շատ բազմակողմ համագործակցություն, մասնավորապես ունեցել ենք բազում քննարկումներ ոլորտում ներգրավված իրավասու սուբյեկտների հետ, քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, կառուցապատողների ասոցիացիա, բազմաթիվ կառուցապատող տնտեսավարող սուբյեկտներ, էկոնոմիկայի նախարարություն եւ այլն։ Այս քննարկումների արդյունքում վեր են հանվել առկա խնդիրները եւ փորձել ենք այս ուսումնասիրության շրջանակում նաեւ առաջարկել հնարավոր լուծումներ։ Ընդ որում այս լուծումների կենսագործման ուղղությամբ եւս մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ միասին։ Մեկ այլ կարևոր գործառույթ, որը կրկին շատ կարևորվում է այս ոլորտի առնչությամբ, հենց մեր վերահսկողական լիազորությունն է վարույթներ հարուցելու մասով։ Մասնավորապես սպառողների իրավունքների պաշտպանության խախտման առերևույթ առկայության դեպքում հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել եւ վարույթի քննության արդյունքում կարող է նշանակել պատասխանատվության միջոցներ եւ տալ հանձնարարություններ։ Երկու կարևոր հանգամանք հանձնաժողովի կողմից նշանակվող պատասխանատվության միջոցը, եթե ընտրվում է տուգանք, այն կարող է հասնել տվյալ տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի մինչև 5%, այսինքն բավականին մեծ թվի մասին է խոսվում, եւ հանձնարարություններն էլ անհապաղ կատարման ենթակա են։ Այսինքն նույնիսկ եթե պայմանական կառուցապատողին տուգանում է հանձնաժողովը արձանագրելով խախտման փաստը, ըստ դեպքում, եթե կառուցապատողը վիճարկի այդ որոշումը դատարանում, միևնույն է այս հանձնարարությունների կատարումը չի կասեցվում եւ դատական պրոցեսների արդյունքում չի կարող ցկցկվել այս հանձնարարությունների կատարման գործընթացը։ Եթե ամեն դեպքում կառուցապատողը կամովին չի կատարում հանձնարարությունը հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում, հանձնաժողովը իրավասու է այս հանձնարարությունը ուղարկել հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ արդեն վերջինս իր գործիքակազմերի կիրառմամբ ձեռնամուխ է լինում հանձնարարությունների կատարման գործընթացին։ Միևնույն ժամանակ, եթե հանձնարարությունները չեն կատարվում, հանձնաժողովը եւս իրավասու է վարույթ
առիթ հարուցելու այս անգամ հանձնաժողովի հանձնարարությունների չկատարման հիմքով եւ կրկին կիրառել պատասխանատվության միջոց։ Բայց նշեմ, որ մեզ համար այստեղ հիմնական նպատակը պատժելը չէ եւ որովհետեւ սպառողների համար կարեւոր չէ պայմանական կառուցապատողը կտուգանվի, չի տուգանվի, ինչ հետևանքներ կբերի կառուցապատողի համար, կարեւոր է վերջինիս համար, որ իր խնդիրը լուծվի եւ մեր բոլոր գործողությունները ուղղված են հենց սպառողների խնդիրների լուծմանը։ Եթե չեմ սխալվում, դուք ոլորտային ուսումնասիրություն իրականացրիք հենց սպառողների բողոքների հիման վրա, ինչպես ստացվեց սա եւ առհասարակ ինչ խնդիրներ գտաք եւ փորձեցիք լուծել դրանք։ Ինչպես արդեն գործընկերս նշեց, յուրաքանչյուր տարի հանձնաժողովը ուսումնասիրում է շուրջ 5 ոլորտներ եւ 2025 թվականին ուսումնասիրել է ի թիվս ալինի նաեւ կառուցապատման շուկան, այդ թվում նաեւ բնակելի համալիրներում, բազմաբնակարան բնակելի համալիրներում բնակարանների ընդհանուր օգտագործման ու հասարակական օգտագործման տարածքների հետ կապված պայմանագրերը, ընդ որում հատուկ շեշտադրման է ենթակա այն հանգամանքը, որ ուսումնասիրվել է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված շուկան, պահանջվել են պայմանագրեր ինչպես մեծ կառուցապատող ընկերություններից, այնպես էլ հարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոլորտի բազմակողմ ուսումնասիրության համար պայմանագրեր են պահանջվել նաև ավելի փոքր կառուցապատող ընկերություններից, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա ավելի համապարփակ ուսումնասիրության ենթարկել նշված ոլորտը։ Եվ արդյունքում ուսումնասիրվել են շուրջ 2400 պայմանագրեր, այդ թվում նաև օֆերտաներ, գնելու իրավունքի պայմանագրեր եւ փոխանցման ակտեր։ Առանձնատուկ շեշտադրման է ենթակա այն հանգամանքը, որ ուսումնասիրությունը իրականացվել է Երևան քաղաքի շուկայում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր Հայաստանի Հանրապետության շուկայում Երևանին բաժին են գնում բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարանների մոտ 59%-ը եւ շուրջ 1,900,000 քառակուսի կիլոմետր տարածք է դա իրենց ենթադրում բոլոր բնակարանները իրար հետ վերցված։ Ուսումնասիրության արդյունքում խնդիրներ են արձանագրել ինչպես օֆերտայի փուլում, այսինքն առաջարկի ներկայացման փուլում, այնպես էլ պայմանագրային փուլում, երբ որ արդեն գնման իրավունքի պայմանագիր է կնքվում շահառուների եւ կառուցապատող ընկերությունների միջեւ, ինչպես նաեւ հետագայում այդ պայմանագրի իրականացման եւ շահառուների այդ շենքերի սպասարկման փուլում նկատվել են խնդիրներ, այսպես օրինակ օֆերտայի փուլում հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպառողը իր ընտրությունը կատարում է հենց օֆերտայի փուլում, կառուցապատող ընկերությունները իրենց ապրանքը ներկայացնում են հնարավորինս լավ եւ ինչ որտեղ ուռճացված, սակայն այդ ուռճացված ներկայացնելը եւ հետագայում ապրանքի եւ փաստացի այն ապրանքի, որը օֆերտայով ներկայացվել է փաստացի հանձնված ապրանքի միջև հնարավոր է որ առաջանան անհամապատասխանություններ։ Այս կարգավորումները նշված ոլորտը, նշված իրավահարաբերությունները կարգավորվում են նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որը առհասարակ պայմանագրին վերաբերող դրույթներ է նախատեսում եւ այնուհետեւ ավելի մանրամասն սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը արգելում է նման իրավիճակները, այսինքն օֆերտայի փուլում մի բան առաջարկելը, այնուհետեւ պայմանագրի փուլում պայմանագրով այլ բան նախատեսելն ու դրանից հետո փոխանցման ակտերով լրիվ այլ բան հանձնելը շահառուներին։ Եվ նշված խնդիրները կարող են առաջանալ օրինակ պայմանական, երբ որ օֆերտայի փուլում ներկայացվում է, որ բազմաբնակարան համալիրը շրջապատված է լինելու կանաչապատ տարածքով, ունենալու է խաղահրապարակ, ունենալու է լողավազան, կամ այլ հարմարություններ, կամ օրինակ դռները լինելու են որոշակի բրենդի ու հետագայում պայմանագրում այս ամենը մանրամասն չկարգավորելը ու փաստացի փոխանցման ակտերով այլ ապրանք հանձնելը խնդրահարույց է դիտարկվել հանձնաժողովի կողմից ուսումնասիրության շրջանակում եւ այս առումով կարեւոր է նշել, որ եվրոպական փորձը ցույց է տալիս, որ օֆերտան հավասարազոր է դիտարկվում պայմանագրի հետ միասին, այսինքն եվրոպական իրավունքում օֆերտայով առաջարկվածը համարվում է կնքված պայմանագրի գրավոր պայմանագրին հավասարազոր եւ հետագայում տնտեսավարող սուբյեկտը պարտավորություն է կրում հաճախորդին, շահառուին, սպառողին հանձնել այն, ինչը օֆերտայով ուղղակի առաջարկել է։
Իսկ պայմանագրային փուլերում արդեն որոշակի այլ խնդրահարույց իրավիճակներ են հնարավոր առաջանալ, օրինակ պայմանագիրը կառուցապատողի կողմից միակողմանի փոփոխության ենթարկելու իրավիճակները, երբ որ ճարտարապետաշինարարական հատակագծում կատարվում են փոփոխություններ եւ այդ մասին պատշաճ ծանուցում չեն ապահովում սպառողներին եւ նրանց լսված լինելու, նրանց ազատ ընտրության իրավունքը հնարավոր է, որ սահմանափակվի այդ իրավիճակում։ Կամ օրինակ, որ փոխանցման ակտերով ամրագրում են, որ սպառողները հնարավորություն չեն ունենա իրենց իրավունքների դատական պաշտպանության դիմելու կամ հետագայում որևէ պարտ կամ պահանջ չեն կարող ունենալ կառուցապատողներից։ Այս բոլոր խնդիրները արձանագրվել են ոլորտի ուսումնասիրության ընթացքում ու բացի այդ արդեն սպասարկման փուլում նույնպես խնդիրներ են արձանագրվել։ Այսպես օրինակ արկա են իրավակարգավորումներ այն մասին, որ բնակելի համալիրի սպասարկման կառավարման համար պետք է ձևավորվեն համատիրություններ, սակայն այս համատիրությունների ձևավորումն ինքնին որոշակի ժամանակահատված է ենթադրում, որովհետև համատիրությունը ենթադրում է այդ բնակելի համալիրի բոլոր բնակիչների կողմից ձևավորվող մարմին, կառույց եւ բնականաբար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված այն ձևավորելու համար ու հնարավոր են դեպքեր բացի այդ, որ սպառողները հնարավորություն չունենան ապրանքի ընդունման պահին արձանագրել որոշակի տեխնիկական խախտումներ կամ ապրանքի վատ որակի վերաբերյալ արձանագրումներ կատարել, սակայն հետագայում այդպիսի իրավիճակներ առաջանան պայմանական այդպիսի խախտումները կարող են լինել ինչպես ընդհանուր օրինակ երբ որ հատակը բավականաչափ ամուր չլինի բնակարանի, ինչը խնդրահարույց իրավիճակ է կամ օրինակ եթե հատուկ պայման է կառուցապատողը նախատեսել, որ վերջինս պետք է ապահովի պայմանական ջրամատակարարումը, գազամատակարարումը, կոյուղու ապահովումը եւ այլն, սակայն չապահովի դա։ Եվ կառուցապատողի հետ փոխանցման ակտով սպառողի համար նախատեսվի դրույթ, որ վերջինս այլևս որևէ իրավունք չունի կառուցապատողից որևէ բան պահանջելու ու այս իրավիճակը խնդրահարույց դիտարկվի, այսինքն չնայած նրան, որ կառուցապատողը բնական է, որ պետքա անձին հանձներ այնպիսի բնակարան, որ օրինակ հատակը բավականաչափ ամուր լինի եւ մի քանի անգամ շահագործելուց հետո չքանդվի ուղղակի, բայց չի ապահովել ու հետագայում հնարավորություն չունենա իրավունքների պաշտպանության համար որևէ միջոց ձեռնարկել։ Ձեր գործընկերը նշեց բազմաթիվ խնդիրներ, որ այս ոլորտում դուք հայտնաբերել եք, առհասարակ ինչ է արվել այս խնդիրները լուծելու համար։ Տեսեք, մենք ուսումնասիրությամբ ոչ միայն արձանագրել ենք խնդիրները, այլ նաև առաջարկել ենք այդ խնդիրների լուծման մեխանիզմներ, փորձեմ գործընկերոջս նշած խնդիրների առնչությամբ մեր առաջարկվող լուծումները հերթականությամբ ներկայացնել։ Սկսենք օֆերտայի փուլից, ուրեմն հանձնաժողովը առաջարկում է իր ուսումնասիրության շրջանակում, որ կառուցապատող սուբյեկտները ունենան օրենսդրական պարտականություն օֆերտայի շրջանակում ներկայացնելու X տեղեկատվության պարտադիր ծավալ։ Մասնավորապես պետք է ներկայացվի կառուցապատողի վերաբերյալ ռեկվիզիտները, ամբողջական տվյալները։ Պետք է ներկայացվի տվյալ շենքի վերաբերյալ եւ բնակարանի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունը, թե երբ է հանձնվելու շենքը, թե ինչ պայմաններով է հանձնվելու բնակարանը եւ այլն։ Պետք է ներկայացվի տվյալ շենքի հետագա սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ պայմանները եւ պահանջները, եւ քանի որ սպառողները բնակարանը ձեռք են բերում ոչ թե մեկուսացված տարբերակով, այլ շենքում առաջարկվող տարբեր լուծումների հետ մեկտեղ, պետք է օֆերտայի փուլում մանրամասն ներկայացվի նաեւ այդ լուծումները, թե ինչ ինժեներական լուծումներ կան, գազաֆիկացման առնչությամբ ինչ լուծումներ կան, աղբահանության հետ կապված հարցեր եւ այլն։ Հաջորդիվ մենք առաջարկում ենք, որ օֆերտան եւ պայմանագիրը լինեն հավասարազոր, ունենան միևնույն արժեքը եւ նաեւ օֆերտայում ներկայացվող տեղեկատվությունը արտացոլվի նաեւ պայմանագրում, այսինքն այս երկու փաստաթղթերը չդիտարկվեն որպես հակադրություն, այլ լինեն միմյանց հետ հարմոնիկ եւ այն դեպքում, երբ որ օֆերտայի եւ պայմանագրի միջև լինի հակասություն, գործի այն պայմանը, որը սպառողի համար առավել բարենպաստ է։ Այնուհետև, ինչպես գործընկերս նշեց, պայմանագրերում հաճախ հանդիպում են անարդար պայմաններ։ Այս մասով նշեմ, որ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում եւ իրավասու է վարույթ հարուցելու այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր որ միանալու պայմանագրերում զետեղում են անարդար պայմաններ, որոնք ակնհայտ
ոչ ձեռնտու են սպառողների համար եւ այս կառուցապատման ոլորտում հիմնականում սպառողները ունեն բանակցելու քիչ հնարավորություն եւ այս տեսանկյունից անհրաժեշտ է նրանց պաշտպանություն տրամադրել այս անարդար պայմանների կտորով եւս։ Նշեմ, որ ամեն դեպքում, եթե արդեն իսկ սպառողները կնքել են պայմանագրեր, որտեղ որ կան անարդար պայմաններ, ապա դրանք առ ոչինչ են եւ միևնույն է իրավական ուժ չունեն, սակայն նման պայմանների առկայության դեպքում հորդորենք, որ սպառողները դիմեն հանձնաժողովին եւ հանձնաժողովը ձեռնամուխ լինի նաեւ վարչարության իրականացման գործընթացի։ Շահագործման փուլում, ինչպես գործընկերս նշեց, հաճախ հանդիպում են խնդիրներ շինարարության process-ի հետ կապված բուն, երբ որ, չգիտեմ, առաջանում են այնպիսի թերություններ, ի հայտ են գալիս այնպիսի թերություններ, որոնք հանձնման փուլում չեն եղել եւ օրինակ նաեւ փոխանցման ակտ ստորագրելու պահին, այսինքն շենքի հանձնումից 6 ամիս անց եւս արկա չեն եղել, սակայն բոլորս էլ գիտենք, որ շինարարական այս խնդիրները առաջանում են ոչ թե օրինակ 6 ամսյա ժամկետում, այլ ավելի երկար ժամանակ անց կարող են ի հայտ գալ, օրինակ 2-ից 3 տարվա ընթացքում։ Եվ մենք կարծում ենք, որ պետք է այս ժամանակահատվածի համար կառուցապատողը կրի պարտականություն, պատասխանատվություն վերանորոգելու այն խնդիրները, որոնք որ ծագել են իր իսկ պատճառով, այսպես նշենք։ Եվ այս առումով մենք առաջարկում ենք, որ ներդրվեն ապահովագրության մեխանիզմներ, այսինքն լինի պարտադիր շինարարության պարտադիր ապահովագրության մեխանիզմ, կամ հնարավոր լինի սառեցնել կառուցապատողի կողմից որոշակի գումար հենց այս նպատակով, որպեսզի հենց խնդիրները ի հայտ կան, արկա լինի լրացուցիչ ֆինանսական ռեսուրս, որպեսզի խնդիրը ամբողջությամբ լուծվի եւ սպառողի վրա հավելյալ բեռ չդրվի այս առումով։ Մենք առաջարկում ենք հստակ տարաբաժանում մտցնել հավելյալ սպասարկման ծառայությունների եւ պարտադիր սպասարկման ծառայությունների մասով եւ սրանց բովանդակությունը, սրանց համար վճարվող գումարները հստակ ներկայացնել սպառողին հենց օֆերտայի փուլում եւ այնուհետեւ ամրագրել պայմանագրում եւ հետագա գործընթացներում արդեն սպառողի համար այս ամենը շատ կանխատեսելի կլինի։ Պարտադիր վճարների մասով օրինակ կարող է լինել վերելակների սպասարկման վճարները, իսկ օրինակ հավելյալ կարող է լինել լողավազանի հետ կապված վճարներ, կանաչապատ տարածքների սպասարկման առնչությամբ գումարներ եւ այլն։ Նաև ուրախությամբ նշենք, որ այս պահին կա օրենսդրական նախաձեռնություն շրջանառվող օրենքի նախագիծ գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին օրենքի նախագիծը, որով ի թիվս այլնի նաև իրացվել են փորձարվել իրացնելու մեր ուսումնասիրությամբ արված առաջարկները եւ լիահույս ենք, որ այս օրենքը որոշ չափով թեկուզ կլուծի մեր ուսումնասիրությամբ բարձրաձայնված խնդիրները։ Եվ խոսենք նաև, թե ինչ է արվելու կամ արվել սպառողների իրավունքների պաշտպանություն առավել արդյունավետ դարձնելու համար հենց այս ոլորտում։ Հանձնաժողովը մշտապես մշտադիտարկում մոնիտորինգ է իրականացնում նշված ոլորտում եւ բացի այդ սպառողներից բազմաթիվ բողոքներ են ստանում, այդ թվում նաեւ սպառողի օգնական հարթակի միջոցով հաղորդումներ են ներկայացվում մրցակցային սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, որի արդյունքում հնարավոր է եւ արդեն իսկ հարուցվել են վարույթներ եւ օրինակ խնդրահարույց են հանձնաժողովի կողմից դիտարկվել մի շարք իրավիճակներ նշված բողոքներում կամ հաղորդումներում, այսպես օրինակ հնարավոր են իրավիճակներ, երբ կառուցապատողը իր օֆերտայում եւ պայմանագրում նշի, որ հանձնելու է լողավազանով ապահովված բնակելի համարից, սակայն հետագայում լողավազանը փաստացի արկա չլինի առհասարական որոշակի այլ ձևաչափով արկա լինի կամ օրինակ հնարավոր են իրավիճակներ, երբ որ կառուցապատողը խոստանա կամ հնարավոր են իրավիճակներ, երբ կառուցապատողը պայմանագրային պարտավորություն ստանձնի ապահովել գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում եւ այս ամենը չապահովի կամ ապահովելու համար հավելյալ վճարներ պահանջի սպառողներից կամ օրինակ, ինչպես արդեն նշեցինք, բնակելի համալիրի հետագա սպասարկման համար անհրաժեշտ են որոշակի մարմինների ձևավորում եւ այդ համատիրությունների մասին է խոսքը եւ հնարավոր են իրավիճակներ, երբ որ համատիրությունում
ներկայացվել են բողոքներ, որ համատիրությունը ձևավորվում է օրենքի պահանջների խախտմամբ կամ կառուցապատողի կողմից նախապես ընտրված անձանց միջոցով եւ ուստի շենքի կառավարումը իրականացվում է հենց այդ անձանց միջոցով, ինչը նույնպես կարող է խնդրահարույց լինել։ Կամ օրինակ, երբ որ ավտոկայանատեղիների համար օֆերտայում ներկայացվել է որոշակի գին, հետագայում այդ գնով ոչ մի վաճառք չեն իրականացրել, այսինքն անձինք չնայած օֆերտային ակցեպտ են արել, այսինքն փորձել են կնքել պայմանագիր կառուցապատողի հետ, սակայն կառուցապատողը փաստացի պայմանագիրը այդ ժամանակ չի կնքել, հետագայում պայմանագիր կնքելու համար ավտոկայանատեղիների վաճառքը իրականացրել է շատ ավելի բարձր գներով հենց այդ շենքի բնակիչներին եւ նմանատիպ բազմաթիվ այլ իրավիճակներ ներկայումս հանձնաժողովի ուսումնասիրության դաշտում են գտնվում, այսինքն հանձնաժողովը հարուցել է վարույթներ, իրականացնում է ուսումնասիրություններ, պահանջում է տեղեկատվություններ եւ այլ անհրաժեշտ գործողություններ է կատարում, այդ թվում նաեւ արտաքին դիտումներ, դիտանցումներ, արտաքին դիտումները իրականացում են օրինակ կայքերում, տեսնելու համար թե ինչ օֆերտա են ներկայացվել կառուցապատողի կողմից, դիտանցումների արդյունքում արձանագրվում է փաստացի իրավիճակ, այսինքն շենքը ինչ վիճակում է հանձնվել անձանց։ Եվ ներկայումս ունենք ընդամենը 1 ավարտված վարույթ, սակայն ունենք հարուցված վարույթներ այլ 4 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, այդ տնտեսավարող սուբյեկտներից են Retroshin սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, Շինա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, Elite Group ընկերությունը եւ Remshin ընկերությունը եւ մեկ անգամ եւս սպառողներին հորդորում ենք, որպեսզի մեր կողմից նշված խախտումների արկայության դեպքում դիմեն հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա վերջիններիս իրավունքները պաշտպանելու ոլորտում։ Եվ ընդամենը շատ հակիրճ ձեր գործընկերը նշեց, որ վարույթներ կան կամ արդեն իրականացվում են վարույթներ, շատ հակիրճ ներկայացնեք այդ վարույթների մասին մի քանի բառ։ Տեսեք, մենք ունենք նաև ավարտված վարույթ, կուզեմ շեշտադրումը գլխավորապես դրա վրա անենք։ Ավարտվել է Ort Development սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ իրավախախտման վարույթը, եւ այս վարույթը եզրափակվել է պատասխանատվության միջոցի կիրառմամբ եւ հանձնարարություններ են տրվել ընկերությանը։ Խնդիրը այսպես է եղել, սպառողի օգնական պլատֆորմի միջոցով մենք սպառողներից ստացել ենք բողոքներ, եւս մեկ անգամ օգտվելով առիթին մեր սպառողներին հիշեցնենք, որ սպառողի օգնական պլատֆորմով կարող են իրենց բողոքները ներկայացնել, եթե խախտվում են իրենց իրավունքները, ինչպես կառուցապատման, այնպես էլ այլ ոլորտներում։ Եվ շարունակելով վերադառնալով մեր վարույթին, սպառողի օգնական հարթակով ստացել ենք բողոքներ այն մասին, որ ընկերությունը ի սկզբանե ստանձնել է պարտականություն հանձնելու շենքը բնակիչներին ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովմամբ, սակայն ի վերջո հանձնել է շենքը բնակիչներին փաստացի առանց այդ հնարավորության նախատեսման։ Մեր վարույթի իրականացման շրջանակում սակայն ընկերությունը քայլեր է ձեռնարկում այդ գազիֆիկացման հնարավորության նախատեսման ուղղությամբ, սակայն վարույթի ընթացքում պարզ է դառնում, որ ընկերությունը բնակիչներից պահանջել է հավելյալ վճարներ այն համաձայնությունների համար, որոնք անհրաժեշտ են ներտնային գազիֆիկացման process-ը իրականացնելու համար։ Եվ հանձնաժողովը հաշվի առնելով այն հանգամանքը, որ որևէ օրենսդրությամբ սահմանված չեն նման վճարների նախատեսման հնարավորություն բնակիչների նկատմամբ եւ նաեւ այն հանգամանքը, որ երկկողմանի համաձայնությամբ եւս չկա ֆիքսված նման պարտականություն սպառողների համար, այս վարքագիծը ընկերության որակել է որպես սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում եւ չսահմանափակվելով իրավախախտման որակմամբ եւ պատասխանատվության միջոցի կիրառման, նաեւ տվել է հանձնարարություն, որպեսզի շտկվի այս խնդիրը, մասնավորապես հանձնաժողովը հանձնարարել է ընկերությանը ձեռնարկել բոլոր այն անհրաժեշտ քայլերը առանց հավելյալ վճարների գանձման, որոնք որ անհրաժեշտ են բնակիչների կողմից ներտնային գազիֆիկացման հնարավորության արկայության համար եւ միաժամանակ հաշվի առնելով, որ այդ գումարների պահանջման process-ը սկսվել է եւ
որոշ սպառողներ միգուցե տվել են այդ վճարները արդեն իսկ կառուցապատող ընկերությանը, նաև պահանջել է ընկերությանը վերադարձնել այդ գումարները կառուցապատողին։ Ինչպես նշեցի, այս հանձնարարությունները պարտադիր կատարման ենթակա են եւ նույնիսկ այն դեպքում, եթե կառուցապատողը վիճարկի մեր որոշումը, միևնույն է հանձնարարությունների կատարման գործընթացը չի կասեցվելու։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Սոյանն եմ, կհանդիպենք